Առաջին ալիքի ուղիղ եթերում շարունակվում է Առավոտ լուսոն, մենք էլ շարունակում ենք խոսել կարևոր իրադարձությունների ու թեմաների մասին եւ հենց նմանատիպ մի թեմայի մասին խոսելու ենք հենց հիմա տաղավարում ներկա մեր հյուրերի հետ նախ համառոտ ներկայացնեմ թե ինչի մասին է խոսքը։ Զարգացման սկզբունքներ հասարակական կազմակերպությունն իրականացնում է 7 ճանապարհ նախագիծը, որի շրջանակում թողարկվել է համանուն ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկ։ Ներկայացնեմ մեր հյուրերի հետ եւ մանրամասն նրանց հետ փորձենք հասկանալ թե սա ինչ է, ինչի համար է եւ ինչպես է ծնվել գաղափարը։ Նարեկ Գրիգորյան, կլինիկական հոգեբան, 7 ճանապարհ ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկի հեղինակ, բարև ձեզ։ Եվ Լուսինե Պարավյան, զարգացման սկզբունքներ ՀԿ-ի հաղորդակցության մասնագետ։ Բարև լույս, շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում։ Սկսենք նրանից, թե ինչպես առաջացավ այս գաղափարը։ Գրքույկ ստեղծելու եւ ինչին էր միտված։ Շատ լավ։ Իրականում 7 ճանապարհ նախագիծը, ինքը ավելի մեծ նախագծի մի մասնիկն է։ 7 ճանապարհը մենք եւ մունք ծրագրի բաղկացուցիչներից մեկն է։ Մենք եւ մունքը ծրագիր է, որը ստեղծվել է Արցախահայությանը աջակցելու համար։ Խոսքը գնում է տարբեր տեսակի աջակցության մասին։ Օրինակ, մի փոքրիկ նախագիծ արել ենք, աջակցել ենք սկսնակ ձեռներեցներին Արցախից եկած Հայաստանում, Մեկ այլ նախաձեռնությամբ օգնում ենք Արցախահայությանը ինտեգրվել իրենց բնակության նոր վայրերում եւ 7 ճանապարհն էլ այս մեծ ծրագրի հոգեկրթական բաղադրիչն է։ Մենք եւ մունք ծրագիրը իրականացնում է Զարգացման սկզբունքներ հասարակական կազմակերպությունը, գերմանական Sign of Hope ընկերության, հասարակական կազմակերպության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ 7 ճանապարհ նախագծի նպատակն է անդրադառնալ այսօր հայերից ընդհանրապես հաշվի առնելով վերջին 5 տարում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, COVID-ը, մեզ հայության համար պատերազմ տեսանք, հետո Արցախի կորուստը, նաև վերջին դեպքերը Արցախի բռնի տեղահանումը, հասկացանք, որ հոգեկան կրթությունը անչափ կարևոր է այսօր եւ այդ թեմային գրեթե քիչ են անդրադառնում։ Հենց այդ նպատակով 7 ճանապարհ նախագիծը ստեղծվեց, որը ոչ միայն այս գրքույկն է իր մեջ ներառում, այլև նաև բաղկացած է 10 էպիզոդներից բաղկացած հենց համանուն 7 ճանապարհ ոդքասթից, եւ թե ոդքասթը, թե գրքույկը հասանելի են թվային հարթակում developmentprinciples.org կայքում։ 7 ճանապարհը օգնում է մարդկանց այսպես ձևակերպեմ, հոգեկան առողջ լիներ, ամենօրյա ռեժիմով կիրառել, գրքույկում առկա են 7 թեմաներ, 7 ճանապարհ, ինչպես հասնելու ինքդ քեզ գտնելու, որի մասին ավելի մանրամասն Նարեն կներկայացնի։ Բաժիններն են՝ ես շնչում եմ, ես ներկա եմ, իմ մարմինը, իմ կյանքը հիմա, հանգիստ ապահովություն, ուրիշը ես կամ։ Յուրաքանչյուր բաժնի վերջում կան վարժություններ, համապատասխան թեմային վարժություններ, ուղղորդող հարցեր եւ հենց գրքույկի ներսում անձը կարող է լրացումներ անել, ինտերվյուին պատասխանել հարցերին, իր մտորումները, հույզերը գրել եւ այս ամենը թվային տարբերակով բեռնելիս կարելի է նոթատետրում անել։ Ես հենց այս մասին է իրականում ուզում հարցնել, որովհետև գրքույկը նաև ուսումնասիրելիս նկատեցինք, որ այո, շատ են այսպես կան հատվածներ, որոնք ինքնուրույն է պետք լրացնել, այո, հարցեր կան, որոնց պետք է պատասխանել եւ հարցը իհարկե պիտի արդեն Նարեին ուղղեմ, այ ինչպես նախ որոշվեց, որ այս թեմաները պիտի առանձնացվեն գրքույկում եւ ինչու է նաև այս մեթոդը ընտրված, որ պետք է ընթերցել, հետո կամ վարժություններ պետք է գրել եւ փորձել ինչ-որ կերպ նաև ինքնուրույն կարծում եմ, հարցերի պատասխանները գտնել։ Ինչու որոշվեց 7 ճանապարհ, որովհետև գրքույկի հիմքում այն միտքն է կամ այն մոտեցումն է, որ եթե մարդը իր առօրյայում զբաղվի խնամքով, հոգեբանական ինքնախնամքով, ճգնաժամերը ավելի հեշտ հաղթահարելի կլինեն իր համար, էլի, ու 7 ճանապարհը մի տեսակ ասոցացնում ենք 7 օրվա հետ, շաբաթվա 7 օրը ոնց որ ամենօրյա ռեժիմով աշխատել ինքդ քո հետ, քո հոգեկանի հետ։ Ինչու այս ճանապարհները իրանք եթե նայենք վարժությունները, իրանք մի մասը մի տեսակ համաշխարհային ընդունված տենց նորմատիվային վարժություններ են ճգնաժամի ժամանակ արձագանքելու կամ կիրառվող, բայց իրանց հավաքեցինք այս ճանապարհների մեջ, մի տեսակ ոնց որ ոլորտների մեջ խմբավորեցինք, իրանցից ամեն մեկը ոնց որ մի հատ ուղի է դեպի սեփական անձը, որովհետև
մոտեցումն էլ ճգնաժամին այդ ենք վերցրել, որ եթե մարդը կարողանա պահել կապը ինքն իր հետ ճգնաժամի ժամանակ, որը շատ турբուլենտ շրջան է, հա, ապա շատ անկայուն, турբուլենտ ու փոթորկոտ շրջան է լինում, այն ապա կողմնորոշվածությունը կամ բարձր տագնապայնությունը ու մնացած բոլոր խնդիրները, որ առաջանում են ճգնաժամի ժամանակ, կարան շատ ավելի իջնել կամ դրանց ինտենսիվությունը իջնի, եթե մարդը ոնց որ դառնա ինքն իր կոնստանտը, ինքն իր հետ կապը պահի։ Գրքույկը դեռ չկա վաճառքում եւ կարծես թե դեռ չի գրքույկը նախատեսված չի վաճառքի համար, ինքը անվճար է, իրական տպագրությունը շատ սիմվոլիկ քանակությամբ են կարել, շնորհանդեսի ժամանակ են հյուրերին բաժանել, ինքը հիմնականում ոնց որ թվային տարբերակով է հասանելի, այո, օնլայն կա, կարելի է բեռնել, նոթատետրում նշումները անել։ Ես ուզում եի ուղղակի Նարեի խոսքին ավելացնել, որ գրքույկը միայն հա իմ նշած թիրախը միայն արցախահայերին չի ուղղված, այլ հենց պրոյեկտի ընթացքում ենք հասկացանք, որ ցանկացած մարդու այսօր բոլորս ինչ որ ստրես ենք ապրում, հա, ամենօրյա ռեժիմով, տարբեր իրավիճակներում, աշխատավայրում կարող է լինել ինչ որ ներքին տագնապներ ենք ունենում եւ ցանկացած մարդ այս գրքույկը կարող է օգտագործել եւ փորձել ինքն իր հետ պարապել ու իհարկե գրքույկը հոգեբանին այցելությանը չի փոխարինելու, բայց կարող է դառնալ առօրյայի մի մասը։ Խոսենք նաև ակնկալիքների մասին, որովհետև սովորաբար երբ մարդը դիմում է կամ հոգեբանի, կամ նման ճանապարհների, որոնք որ իրեն պետք է բերեն ավելի լավ վիճակի, ավելի խաղաղ վիճակի, սովորաբար ձևակերպում է ակնկալիք, որ ահա սա անելուց ես պետք է ավարտին այսինչ վիճակում լինեմ։ Խոսենք այդ ակնկալիքների ճիշտ ձևավորման եւ հետո որպեսզի դրա արդյունքում չլինի հիասթափություն եւ կրկնակի այսպես պայքարի մեջ չհայտնվենք։ Այնտեղ գրքույկի սկզբում մենք նշել ենք, որ գրքույկը ոչ մի ձևով չի փոխարինում հոգեբանական աջակցությանը կամ մասնագետի հետ աշխատանքի, ոնց որ ի սկզբանե այդ ակնկալիքը չեզոքացնում ենք այն առումով, որ շատ դեպքերում, հատկապես եթե ճգնաժամի մասին ենք խոսում, արժի տեսնել մասնագետի, իսկապես շատ կարևոր է դա, եթե անգամ չկան շատ սուր դրսևորումներ, լավ է տեսնել մասնագետի։ Ոնց որ մի ակնկալիքը, որ պետք չի ունենալ գրքույկից, այդ մասնագիտական աջակցությունն է։ Ինչ կարելի է սպասել, եթե իրան ստաբիլ օգտագործել, ինքը ընդհանուր առմամբ մի տեսակ ոնց որ մշակույթի ձևավորման կբերի, ինքնակարգավորման կամ հա, երևի հենց ինքնակարգավորման մշակույթի կբերի, էլի, այսինքն մարդը ինքն իր հետ սովորություն դարձնելով ինքն իր հետ կապի մեջ լինելը ավելի կկարողանա կայուն զգալ կամ ինքն իրան գտնել, երբ որ ինքն իրան գտնել ինչ որ դժվար իրավիճակներում, երբ որ զգացողություն առաջանում, որ կորցնում ենք մեզ, հա, կամ չենք կարողանում մեզ գտնենք կամ մեր տեղը գտնենք, կարողանա ինքն իրան գտնի։ Այդ ընդհանուր առմամբ կարա բերի ավելի լավ զգալուն։ Ոչ թե որ երջանկություն գա կամ բոլոր հարցերը լուծվեն, հա, բայց ավելի լավ զգալ, ավելի հեշտ հասկանալ խնդիրը, դա ձևակերպել եւ փորձել հասկանալ հնարավոր Կարծում եմ այդ ճանապարհը հենց որ միանգամից կարող ես գրել, այսինքն պատասխանում ես ինքդ հարցերին եւ ի վերջո գրում ես այդ ամենը ավելի տեսանելի ես դարձնում, կարծում եմ դա նաեւ կօգնի ինչ որ առումով կողմնորոշվել եւ հասկանալ ի վերջո ինչ խնդիրներ կան եւ ինչպես դուք ասացիք նաեւ այդ ներքին կապը ինքդ քո եսի հետ պահել ու հասկանալ։ Բայց հետաքրքիր է նաեւ իմանալ հասարակական կազմակերպության առհասարակ նախագծերի եւ առաջիկա նաեւ պլանների մասին, որովհետեւ սա կարծում եմ իրականացվող նախագծերից մեկն է։ Այո, մեր հիմնական ծրագրերից է նաեւ կրթության ոլորտը, հա, ունենք ծրագիր Հոտ ակադեմիա է կոչվում, ակադեմիան տրամադրում է գիտելիքներ ուղղված մարզերի երիտասարդությանը, հա, մասնագիտական հմտությունների զարգացում, ձեռնարկատիրական հմտությունների առանձին ծրագիր կա, որ հենց հատուկ ուղղված է սկսնակ ձեռներեցներին, ովքեր որ գաղափարներ են ունենում, սակայն չգիտեն ինչպես իրականացնել, ինչպես է աշխատում, հա, ընդհանուր բիզնես աշխարհը, մենք օգնում ենք այդ կրթությունը տալիս ենք, նաև վերջում դրամաշնորհի փոքրիկ հնարավորություն ենք տալիս եւ այս պայդրությամբ արդեն
ամենայն հպարտությամբ կարող ենք նշել, որ ունենք 17 սկսնակ մարզային բիզնես, որոնք արդեն մեծ հաջողություններ են գրանցել ի շնորհիվ Հոտ ակադեմիայի ծրագրերի եւ մեծ համայնք ենք ձևավորել այդ ակադեմիայի շուրջ։ Այդպես իսկ 7 ճանապարհը մենք եւ մունք ծրագրի, ինչպես նշեցի, մասնիկն է, մենք եւ մունքը 1 տարվա ծրագիր է եւ առաջիկայում սպասվում է մենք եւ մունքի համար ամառային ճամբար նախատեսված Գեղարքունիքի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում բնակվող պատայների եւ Արցախ այնտեղ վերաբնակեցված արցախահայության համար շուտով մենք կհայտարարենք այսպես ասած ընդունելությունը որտեղ կարողանան գրանցվել եւ մոտ 120 պատանի մեկ շաբաթ Աղվերանում միասին այսպես ասած կհավաքվեն պարզապես ժամանցային ճամբար չի լինելու, այլ հենց կրկին ուղված հոգեկրթությանը, պատայների ինտեգրմանը իրենց համայնքներում, երկխոսությանը, մարզերի եւ երեխաների միջև։ Ի դեպքան որ խոսեցինք պատանիների մասին եւ ճամբարի մասին, նաեւ փորձենք հասկանալ այս գրքույկը ունի տարիքային սահմանափակում, թե այն կարելի է այն տարիքից սկսած, երբ արդեն կարելի է կարդալ եւ գրել։ Հա սահմանափակում որպես այդպեսին չունի, մենք ենթադրում ենք, որ ինքը ավելի կաշխատի իհարկե ուշ պատանեկությունից սկսած, այսինքն երբ որ մի քիչ ավելի մշակված կլինի այդ ինքնավերլուծությունը կամ ինքնարեֆլեքսիան կամ սկսած կլինի, այդ մասը, բայց սահմանափակում որպես այդպեսին ինքը ոչ մի այնպիսի բովանդակություն չունի իր մեջ, որը չի կարելի օրինակ 12 տարեկան երեխային, էլի։ Ամփոփելով իհարկե մեր զրույցը, նաև մեր հեռուստատիտողներին ասենք, թե որտեղ կարելի է գտնել էլեկտրոնային տարբերակ այս գրքույկի եւ ոդքասթների, որոնք նաև հասանելի են։ Այո, գրքույկը եւ ոդքասթը հասանելի է Development Principles-ի YouTube-յան էջում, նաև մեր կայքում գրքույկի հետ միասին ունենք էջ առանձին հատուկ նվիրված 7 ճանապարհ նախագծին, որտեղ կարելի է դիտել թե ոդքասթը, թե բեռնել, մեծ վահանակ ունենք, որտեղ գրված է բեռնել գրքույկը եւ հասանելի կդառնա։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ կատարած աշխատանքի եւ առավոտը մեզ հետ սկսելու համար, իսկ մենք սիրելի հեռուստատիտողներ շարունակում ենք երաժշտությամբ։